Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ մամուլի այսօրվա հրավերը ընդունելու համար, ներկա գտնվելու։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում արդեն համայնքի ղեկավարի ընտրությունները կարելի ասել անցյալում են, չնայած նրան, որ 2 օր է անցել։ Մենք մեր թիմով մեծ աշխատանք կատարեցինք տարբեր հանդիպումների, տարբեր քննարկումների միջոցով եւ գյուղական բնակավայրերում եւ Վաղարշաբաթում, որի արդյունքում ստացանք մոտ 32% ձայն, 10,000-ից ավել ձայն ենք ստացել։ Ես շատ շնորհակալ եմ այդ վաղարշաբաթցիներից, թե գյուղացիներից, թե էջմիածնեցիներից, ովքեր մեր թիմին հավատաց, վստահեց եւ մեր թիմի մեջ տեսավ այն մարդկանց, ով պատրաստ էր այս քաղաքի գյուղերի խնդիրները վերհանելու եւ դրանց լուծումներ առաջարկելու։ Ես ասեմ, որ մենք մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել, հավաքանու կազմում մենք ներգրավվածությունը ունենալու ենք, թիմի որ անդամներով կունենանք դեռևս թիմում քննարկում տեղի չի ունեցել, բայց որ մանդատները վերցնելու ենք, անպայման վերցնելու ենք, քանի որ այդ 10,000 ձայնը 10,000 մարդով մեծ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի, համայնքապետարանում պետք է այդ մարդիկ ակտիվ մեր թիմի անդամները աշխատեն, որպեսզի մենք ինքներս էլ ապացուցենք, որ մեր թիմն էր ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում Վաղարշաբաթ համայնքի ապագան, քան այն թիմը, ով այսօր լինելու է համայնքային իշխանության։ Երևի թե եւ ասեմ, որ ընդհանրապես դա ինձ շատ են հարցնում, լեգիտիմության խնդիր չի առաջացնում, այսինքն երբ որ վերցնենք մանդատները, դառնում է, որ ընտրությունները լեգիտիմացնում են, քաղաքացիական պայմանագիր ոչ, դա այդպես չէ, մենք հեսա ընթացքում էլ կխոսենք, մենք բազմաթիվ անգամ ենք ասել, որ պայքարը սկսվել է, ընտրապայքարը ի սկզբանե ընտրախախտումներով, անհավասար պայմաններով եւ այդպես է մինչ օրս։ Քվեարկությունը դեռևս ավարտվել է, բայց դեռևս այդ անհավասար պայմանները, ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ մինչ այս պահը շարունակում են եւ կարծում եմ դեռևս շարունակելու են։ Այդ մասին վերջ վերջի մասին մի քիչ ավելի մանրամասն մենք տեղեկացանք, որ համենայն դեպս անմիջոցը ազատազրկում է չի ընտրվել, այս պահին քանի անձի նկատմամբ է իրավական process մեկնարկել եւ նաեւ ձեր անունն էին շրջանառում հավանական այսպես էկզեկուցիաների մեջ, որին պիտի սկսեն այսպես քաղաքական հետապնդումների ենթարկել, այս առնչությամբ ձեզ ինչ տեղեկություններ են հասնում։ Դեռևս ինձ հետ կապված ոչ մի ասք չկա, ես ոչ միտեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տան, ես էլ մամուլով ծանոթացա, մեր տան տունը խուզարկություն տեղի չի ունեցել, այսինքն ես ինքս ներգրաված չեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, այո, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են, 5-ից մոտ 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Ինչ-որ մեր ընտրողներից են, վաղարշաբաթցիներ են, փորձում են ինչ-որ քրեական գործերի միջոցով, երևի թե մարդ են ման գալիս, ով ինչ-որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարող գտնել եւ չեն կարողանալու գտնել, որովհետեւ նման բան չկա։ Մեր թիմի հավաքանու ցուցակից Դավթյան Արմենի, Գևորգյան Կարենի, Գևորգյան Տիգրանի տներն են խուզարկություն իրականացնել, ելի մի քանի հոգու, որոնց ասում եմ, ես ինքս չգիտեմ, շփման մեջ չեմ եղել իրենց հետ, միգուցե իրենք մեր համակիրներն են եղել եւ ձայնը տվել են հաղթանակ դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, այո, ստորագրությամբ բաց են թողել բոլոր անդամներին, ձերբակալված անձ չկա, հետագան արդեն ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է մենք ամբողջ թիմով լինելու ենք կալանավայրերում, ամբողջ թիմով լինելու ենք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել նաև այն մտքին, չնայած նրան, որ իրենք միանձնյա իշխանություններ ունենալու, Վաղարշաբաթում չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, ովքեր 10,000 ձայն են ստացել Վաղարշաբաթ խոշորացված համայնքում։ Իրենք իրենց հաշվարկներում նայում են մոտ 5 ամիս, 6 ամիս հետո լինելու ազգային ժողովի ընտրություններ, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին շարունակել սևացնել, այն ամեն ինչի, ինչ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին իրենց մոտ դա չստացվեց։
Հիմա այդ երեքը քաղաքացիներ են, մյուս երկուսը, որոնց մեղադրանք կա արդեն առաջադրված, արդյոք քաղաքական անդամներ են, ձեր թիմից են եւ ըստ իրավապահների իրենք ինչ են արել։ Չէ, երեքը մեր ավականու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, ես շփման մեջ չեմ, գիտեմ, որ 2 կամ 3 հոգի են։ 5 մեղադրանք, որից ես ճանաչում եմ 3-ին։ Ովքեր են իրենք։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունել են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել, չեն տարել Տիգրանին։ Ինչ որ ընտրակ կաշառք առաջարկելու ընտրության ընթացքը խախտելու sense ինչ որ քրեական գործ է, անկեղծ ասած քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, որ փաստաբաններն են զբաղվում դրանով, փաստաբանները հայտարարությամբ հանդես կգան, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճան է լինելու ամեն ինչ, պարզապես զավեշտի։ Իսկ իրենց ասելով երբ են այդ կաշառք բաժանել եւ այլն, երբ է դա արվել, ըստ իրավապահների։ Ինձ թվում է դա քրեական գործով ավելի շատ կերևա, չեմ տիրապետում, բայց նման բան իհարկե չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը։ Չեմ կարող ասել, իսկ այդ հարցին փաստաբաններն ավելի ճիշտ կպատասխանեն, էլի ծանոթանալով քրեական գործից։ Ես ինքս մի բան ասեմ, միգուցե ճիշտ չասեմ, քրեական գործ կհարուցված իմ խոսքով չփորձեմ վնասեմ կամ սխալ տեղեկություններ չհայտնեմ։ Բայց ձեր գնահատականը, եթե ասեք, ըստ ձեզ ինչու է սա արվում, դուք համարում եք, որ այստեղ կա քաղաքական ուղղորդում, ինչ նպատակով, ինչ են ուզում այս դեպքում։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող վաղար շաբաթում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղար շաբաթում ու 10,000-ից ավել ձայն է հավաքել, մոտ 32,000։ Իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց դա թիմը այնքան մեծ է, որ չի ստացվելու։ Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ արդեն նաև իրենք են աջակցում այդ օրակարգին, այս առնչությամբ ձեր դիրքորոշում այս առնչությամբ, եթե հաշվի առնեք, որ ձեր այսպես կոչված բարդությունը այդքան էլ բարդություն չէ, եթե չլինեին նախապատրաստական մեծ աշխատանքներ, այն է համայնքի խոշորացում եւ այլն, եւ էջներացում ձեր բացարձակ հաղթանակը, հենց վաղաշաբաթ քաղաքում նկատի ունեմ, խնդրեմ այս առնչությամբ ձեր դիրքորոշումը եւ եւս մեկ հատ ֆամիլի հրապարակման հետ կապված կապ։ Այո, ի սկզբանե իրենց, այսպես ասած, պլանը կարծես թե աշխատեց, իրենք Խոյ համայնքը միացրեցին վաղաշաբաթ համայնքին, հենց միայն այդ նպատակով։ Դուք որ ընտրության արդյունքները տեղամասային նայեք, կտեսնեք, որ Խոյ համայնքի իրենց հաղթանակը, այսպես ասած, ընտրապայքարի հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից, խոշորացված համայնքից, որտեղ ունեցել են վարչական մեծ ազդեցություններ իրենց վարչական ղեկավարների, աշխատակիցների միջոցով, ամբողջ քվեարկության ընթացքում եւ օրեր առաջ փորձել են մարդկանց կոնտրոլ անել եւ քվեարկության ընթացքում են փորձել տարբեր մեթոդներով, տարբեր ստերով, տարբեր կեղծիքներով Ամեն դեպքում իրանց մոտ այդ պլանը կարծես թե աշխատեց եւ այստեղ նաեւ կա երկրորդ կողմը, որ Խոյ համայնքը ամեն դեպքում մենք մի փոքր մեր թիմի համար նոր էր Խոյ համայնքը, մենք Խոյ համայնքի շատ բնակիչներ մեզ չէին, անձամբ ինձ չէին ճանաչում, որովհետեւ 5 սեչմիացնից եմ, սա նույնպես դեր խաղաց եւ իրենց կարծես թե այդ պլանը որ գծել են, այդ պլանով էլ շարժվեցին առաջ, բայց վստահ եմ Խոյ համայնքի բնակիչները շատ կարճ ժամանակ հետո զգալու են, որ իրենք ձայնը տվել են այն թիմին, ով տարիներով իրենց ուղակի հարկերի, տուրքերի տակ է դրել, կեղեքել է, շարունակելու են այդ թիմը մեծ թափով շարունակելու այդ գործը։ Խոյ համայնքի բնակիչները կարճ ժամանակ հետո իրենք փոշմանելու են։ Ինչ վերաբերվում է մայրաթորին, ես ընտրապայքարը սկսելու իմ առաջի հարցազրույցում ասել եմ հստակ, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հասավ հաջողության, հաջորդը անմիջապես լինելու է գրոհը դեպի մայրաթոր
եւ կարծես թե Նիկոլ Փաշինյանը դա ընտրությունների հաջորդ օրն առավոտյան հենց ինքը փաստեց, հենց ինքը Facebook-յան գրառման միջոցով ասեց, որ մենք նոր լիցքեր ստացանք հայ առաքելական եկեղեցու դեմ մեր պայքարը շարունակելու համար։